Բարի երեկո բոլորիդ, հուսամ որ բոլորդ լավ եք, Տերը առատապես օրհնի բոլորիդ ընթացքը, օրը, սիրելի հետևորդներ։ Խմորեղեն ենք պատրաստում ու ես եմ առաջինը մտածել այս խմորեղենը ոնց սենց այս բաղադրիչները խառնել ու սենց խմորեղեն ստանալ, ես ոչ միտեղ չեմ տեսել ու ես մտածում եմ որ ես եմ հորինել, չգիտեմ այս խմորեղենը կա թե չկա։ Դուք ասեք գրեք կոմենտ։ Անցած անգամ իմ հետևորդներից մեկը կոմենտ էր գրել ու ինձ ասում էր Երանի ես քո հավատքից ունենամ, բայց չկարծեք որ ես իմ հավատքը շատ ուժեղ է, որովհետև Տիրոջ խոսքը ինքն ասում որ եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, եթե Սարին ասեք գնա փոքվի տեղից այդ ունկի ես մի կողմի վրա, մենք բոլորս էլ ունենք հավատք, այո, առ Աստված, բայց մենք մեր հավատքի չափով ենք ստանում, բայց Աստծո խոսքը ասում է որ մանանեխի հատիկի չափ հավատք։ Երբեմն մենք երբ որ մտածում ենք որ Աստծուն այդքան մոտ ենք, ունենք հարաբերություն Աստծո հետ, իրավիճակներ են գալիս մեր կյանք, որ մենք հավատքից ընկնում ենք։ Հիշում եք սիրելի հետևորդներ, որ Պետրոսը ջրի վրայով ուզում էր քայլել ու ասեց Հիսուս, եթե դու ես, ասա որ ես գամ, ու ասեց ես եմ, արի ու Պետրոսը գնաց, երկու քայլ արեց, հետո տեսավ կողքի ալիքները ու ինքը երկմտեց ու խորտակվեց։ Հիսուսը ասեց երկմտեցի։ Եթե Պետրոսը, երբ որ Հիսուսին ուներ ամեն ժամանակ ֆիզիկապես իր կողքը երկմտում է, ես ու դու էլ կարող ենք երկմտել, սիրելի հետևորդ։ Բայց ամենակարևորը, որ մենք չտրվենք այդ մտքերին, որ մենք ոչ թե զգացմունքներով առաջնորդվենք, այլ Տիրոջ խոսքով, որովհետև Տիրոջ խոսքը ասում է, որ ես ձեզ հետ եմ ամեն ժամանակ մինչև աշխարհի վերջը։ Դու ում ես հավատում, քո մարդկային զգացմունքներին ու ընթացքներին, թե Տիրոջ խոսքին։ Միգուցե հիմա քո իրավիճակը շատ ծանր է, դու հիմա շատ դժվար իրավիճակում ես, բայց խնդրում եմ քեզ չտրվես դրանց։ Ուղղակի աղոթի ու վստահի Տիրոջ պատասխանին եւ դա երբեք չի ուշանա։ Տերը քեզ առատորեն օրհնի։